Գիրք Ծննդոց, գլուխ 35. Եվ Աստված ասեց Հակոբին. վեր կաց ելիր դեպի Բեթել, և այնտեղ բնակվիր, և այնտեղ մի սեղան շինիր Աստծուն, որ քեզ երևեցավ քո եղբայր Եսավի երեսից փախած ժամանակդ։ Եվ Հակոբն ասեց իր ընտանիքին և բոլոր իր հետ եղողներին. հեռացրեք օտար աստվածները, որ կան ձեր միջումը, և մաքրվեցեք, և ձեր հանդերձները փոխեցեք, և վեր կենանք գնանք վեր դեպի Բեթել, և այնտեղ սեղան շինեմ այն Աստծուն, որ իմ նեղության օրը ինձ լսեց, և իմ գնացած ճանապարհումն ինձ հետ էր։ Եվ բոլոր օտար աստվածները Հակոբին տվին, որ իրան ձեռքին կար, և իրանց ականջներում եղած օղերը, և Հակոբը թաղեց նրան Սյուքեմի մոտ եղած բևեկնու տակին։ Եվ ճանապարհ ելան, և իրանց շուրջը եղած քաղաքների վրա Աստծո վախը ընկավ, և Հակոբի որդկանց ետևից չընկան։ Եվ Հակոբն եկավ Լուզ, որ Քանանի երկրումն է, այսինքն Բեթել եկավ, ինքը և իր հետ եղող բոլոր ժողովուրդը, և այնտեղ մի սեղան շինեց, և այնտեղի անունը Էլ-Բեթել դրավ, որովհետև Աստված այնտեղ իրան երևացել էր, երբ որ իր եղբոր երեսից փախչում էր։ Եվ Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ, և Բեթելից ցած կողմը կաղնու տակին թաղվեցավ, և նրա անունը Ալոն Բախութ դրվեցավ։ Եվ Աստված դարձյալ երևեցավ Հակոբին, երբ որ նա միջագետիցը գալիս էր, և օրհնեց նրան։ Եվ Աստված ասեց նրան. «Քո անունը Հակոբ է, քո անունը այլևս Հակոբ չասվի, այլ Իսրայել լինի քո անունը»։ Եվ նրա անունը Իսրայել դրավ։ Եվ Աստված ասեց նրան. «Ես եմ ամենակարող Աստվածը, աճիր և շատացիր, քեզանից ազգ և ազգերի բազմություն լինի, և քո երանքից թագավորներ դուրս գան։ Եվ այն երկիրը, որ Աբրահամին և Իսահակին տվի, քեզ կտամ, և քեզանից հետո քո սերունդին կտամ այն երկիրը»։ Եվ Աստված բարձրացավ նրանից այնտեղ, ուր որ նրա հետ խոսեց։ Եվ Հակոբը մի արձան կանգնեցրեց այնտեղը, ուր որ Աստված իր հետ խոսեց, մի քարի արձան, և նրա վրա թափելու նվեր թափեց, և նրա վրա յուղ թափեց։ Եվ Հակոբն այնտեղի անունը, ուր որ Աստված իրան հետ խոսեց, Բեթել դրավ։ Եվ Բեթելից ճանապարհվեցան, և մի քիչ ճանապարհ կար մինչև Եփրաթա, ուր որ Ռաքելը ծնեց, և ծնելիս շատ դժվարություն քաշեց։ Եվ եղավ, երբ որ ծնելիս շատ դժվարություն էր քաշում, ծնուցիչն ասեց նրան. «Մի վախիր, որովհետև սա էլ քեզ համար տղա է»։ Եվ եղավ, երբ որ նրա հոգին դուրս էր գալիս, որովհետև մեռավ, նրա անունը Բենոնի դրավ, բայց նրա հայրը Բենյամին կոչեց նրան։ Եվ Ռաքելը մեռավ, և թաղվեցավ Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհեմն է։ Եվ Հակոբը նրա գերեզմանի վրա մի արձան կանգնեցրեց, որ մինչև այսօր Ռաքելի գերեզմանի արձանն է։ Եվ Իսրայելը ճանապարհվեցավ, և իր վրանը բացավ Միգդալ Եդերի այն կողմումը։ Եվ եղավ, երբ որ Իսրայելը բնակվում էր այն երկրումը, Ռուբենը գնաց և իր հոր հարճ Բաղայի հետ պառկեց, և Իսրայելը լսեց այս։ Եվ Հակոբի որդիքը 12 էին. Լիայի որդիքը Հակոբի անդրանիկը Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար և Զաբուղոն։ Ռաքելի որդիքը Հովսեփ և Բենյամին, և Ռաքելի աղախին Բաղայի որդիքը Դան և Նեփթաղին, և Լիայի աղախին Զեղփայի որդիքը Գադ և Ասեր։ Սրանք են Հակոբի որդիքը, որ միջագետումը ծնվեցան նրա համար։ Եվ Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ Մամբրե, Արբայի քաղաքը, այսինքն Քեբրոն, ուր որ Աբրահամը և Իսահակը պանդխտությամբ բնակվեցան։ Եվ Իսահակի օրերը 180 տարի եղան։ Եվ Իսահակը ծերացած և օրերից կշտացած ավանդեց հոգին և մեռավ, և իր ժողովրդին խառնվեցավ։ Եվ նրա որդիքը Եսավն ու Հակոբը թաղեցին նրան։